Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպմանը խնդրել է տեղեկություններ փոխանցել, թե ինչ է արել Վաշինգտոնը Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է, Հուքերի հետ հանդիպմանն արձանագրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ըստ նրա, ամերիկացի պաշտոնյային խնդրել է նաև հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային ուղիներին, Փաշինյանը հայտարարել է Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ, զուգահեռաբար Թրամփի երթուղի նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանին, վստահեցրել է նա։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Հարցին երբ են իրականացնելու էջմիածնում իրենց խոստացած հոգեվոր հավաքը, պատասխանել է ամեն կիրակի էլ հոգեվոր հավաք է։ Փաշինյանը կարծում է, հոգեվոր նորոգման գործընթաց է տեղի ունենում, իսկ իրեն ներկայացրել է որպես հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։ Հայտնի են ձմեռային զորակոչի անցկացման ժամկետները, մասնավորապես զինված ուժերի համալրման ժամկետը սահմանվել 2026 թվականի հունվարի 7-ից 31-ը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացումն էլ կիրականացվի 2026 թվականի հունվարի 8-ից հունվարի 31-ը ներառյալ։ Այլընտրանքային ծառայության զորակոչը եւ պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ պահեստ արձակելու հետ համատեղ։ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու ցանկացած նախաձեռնություն ողջունելի է, սակայն Կիևն ու Եվրոպան պետք է ներգրավվեն, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։ Նա հավելել է, Ուկրաինայում ցանկացած հետագա խաղաղ զարգացման շուրջ բոլոր բանակցությունները կարող են քննարկվել միայն Կիևի հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ուկրաինայում խաղաղության նոր առաջարկ է մշակել, ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան պետք է հանձնի երկրի արևելքում գտնվող տարածքները Ռուսաստանին, կրճատի իր զինված ուժերի թվաքանակը եւ հրաժարվի որոշակի զինատեսակներից։ Բյուջետային կրճատումների, այդ թվում Միացյալ Նահանգներից ֆինանսավորման նվազման պատճառով առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2026 թվականին ստիպված կլինի ամբողջ աշխարհում աշխատանքից ազատել 1282 աշխատակցի։ Կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ բյուջեի նվազեցմամբ պայմանավորված կրկնակի կրճատվել են կազմակերպությունում վարչությունների, ինչպես նաև ղեկավար կազմի անդամների թիվը։ Նա նաև տեղեկացրել է, որ մինչև 2027 թվականը կառույցը պետք է կարողանա հաղթահարել բյուջեում առկա շուրջ $1 միլիարդ դեֆիցիտը։ 2026 թվականին Թուրքիան կհյուրընկալի կլիմայի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովը COP31-ը։ Կառավարությունների միջև բանակցությունները կգլխավորի Ավստրալիան։ Այդ երկրի վարչապետ Անթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ Կամբերան հրաժարվել է ընդունել գագաթնաժողովը։ COP31-ը կանցկացվի Անտալիայում։